Դեպքի հետ կապված դուք լսել եք, ինչպես է այդ դեպքը տեղի ունեցել։ Գիտեմ աղջիկ ջան, ես չեմ իմանում ցավը։ Ճանաչում եք, բայց իրենց։ Հա, դե գիտեմ, որ Վարշավ ապրում են, էլի։ Արցախից են տեղահանված։ Չէ, ինչքան գիտեմ, Արտիքի շրջանից են։ Արտիքի շրջանից են։ Ինչպիսի երեխաներ են։ Ազի շատ խելոք, քաշված երեխեք էին, խելոք մամա ունեին։ Ինչ-որ պապա չունեն, բաժանված են, քանի գիտեմ, ուրիշ բան չգիտեմ։ Մայրը ամեն օր ուղեկցում էր աղջիկներին։ Դե չեմ կարող ասեմ, ես իրանց հետևից չեմ դտում ազի ջան։ Ուղղակի ես տեսել եմ, որ խելոք քաշված ընտանիք են եղել։ Այլադաշնի ընտանիք են երևացել։ Օրինակ էլի ընտանիք։ Հա։ Իսկ գետի այդ խողովակի հետ կապված ինչ կասեք։ Շատ մարդիկ են ելետի, էլի մարդ ախեղտել էլ մարդ զոհեր են ունեցել այդ խողովակի մոմենտով։ Եթե տերել էր այստեղ, որևէ մի հատ քաղաքում տերելն էր, դա չէր ալնի այդ խողովակը, ու ցենց զոհեր մեկ չէին ունեն։ Գիտեմ, որ ստորագրահավաք եք անցկացրել, փորձել եք պահանջել բաժանել։ Ով է մեզ դեսել, ոչ մեկը։ Մի կարող է Փաշինյանի կառավարությունն է որևէ մեկը մի բան անի։ Թե չեն կառավարությունները, նրանք փչացած կառավարությունն են, ոչինչ չեն արել։ Այսօր առավոտյան քույրերից կրտսերի փոքրի մարմինն են գտել։ Գտել են, հա։ Որտեղ որ մաս։ Մոտ 500 մետր հեռավորության վրա է։ Անգնելուց, հա։ Հազար ափսոս է երեխան մեղքել այդ ընտանիքը, շատ ցավալի է, շատ։ Վերնաշյանի ցավալի աղջիկ։ Բոլորս ենք ցավում դրանց համար։ Խնդրեմ ազի ջան, խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, հարևաններից մեկի հետ էինք զրուցում, ասաց, որ ընտանիքը Շիրակից է, այն լուրերը, ըստ որոնց ընտանիքը Արցախից տեղահանված էր, փաստացի չի համապատասխանում իրականությանը։ Շենքի բակում էլ անմիջապես հոգեբանական ծառայության մեքենա է կանգնած, հարևանների խոսքով ընտանիքը շատ օրինակելի ընտանիք է,